Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ ոչ աշխատանքային օր սահմանել այդ օրը։ Երկրորդ ընթերցման ընթացքում միայն մեկ բան է փոխվել, օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես։ Հատուկ անդրադառնամ ընտրված ամսաթվին, որտեղ կարծես թե քննարկումների մեծ մասը դրան են վերաբերում, ինչու ենք մենք ընտրել հունվարի 27-ը, որովհետև իր մեջ խորհուրդ ունի, որ հունվարի 28-ը բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է, եւ այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք եւ կհիշենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին այդ արդեն որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ինձ դուր է գալիս ինչպես է պարոն Գեգամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։